ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն չեն հասկանում, որ Ադրբեջանի պես պետությունը զիջելու դեպքում միայն նոր ագրեսիաներ է հրավիրում եւ այդ պետությունը դիտարկում է պատերազմները որպես իշխանությունը պահելու գործիք, որի հետևից հիմա գնում է ակնհայտորեն այս իշխանությունը, որ զիջումները միայն բերելու են պատերազմի։ Եվ դրա լավագույն ապացույցը, ես ուզում եմ այստեղ կարևոր ընդգծել, դրա լավագույն ապացույցը 2020-ից 2024 թվականներին իրենց կատարած Ադրբեջանին տված բոլոր զիջումների արդյունքում միևնույն է այն իրական սպառնալիքն էր, որ Ադրբեջանը նախատեսել էր 2025 թվականին հարձակվել մարտին, հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մասնավորապես ես ուզում եմ նաև մեջբերել այս կառավարության հետ համագործակցող, նաև նրանց աջակցող գիտնականներից մեկին, օրինակ պարոն Ներսես Կոպալյանը, EVN հայտնի պարբերականում տված հարցազրույցում հատուկ ընդգծել էր, որ մարտի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը բազմաթիվ, ինչպես նաև պաշտոնյաներ, ունեին տվյալներ հիմնավոր, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական առաքելությունը, նրանց ներկայացրած թրիփը պարզապես փրկեց այս իրավիճակը եւ ՔՊ-ին նաև կարելի ասել, դե իհարկե նաև մեր երկրի համար էր նաև խաղաղության այս գործընթացը ապահովեց եւ թույլ տվեց հետագա, այսինքն հիմքեր դրեց եւ թույլ տվեց, որպեսզի Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա։ Հիմա եկեք հասկանանք, որ ռազմավարական անկարողությունն է նրանց պատճառը, որ 6 տարի անց դեռ չեն կարողացել ստեղծել մեզ համար, մեր երկրի համար զսպման կարողություններ։ Սա ժամանակահատված է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տևողությունից էլ ավել է։ Ակնհայտ է, որ նրանք չունեն թե անձնական, թե քաղաքական կամք ու կարողություններ այս խնդիրը լուծելու։ Եվ այս ձախողված քաղաքականությունը ակնհայտ բացասական է ազդում մեր երկրում քաղաքական համակարգի, ներքին գործընթացների վրա, նաև խոսույթի վրա եւ պարակտում է մեր հասարակությունը շարունակաբար։ Եկեք մեկ օրինակ բերեմ Սահմանադրական հանրաքվեի օրինակը։ Ակնհայտ է, որ Սահմանադրական հանրաքվեն Իլհամ Ալիևի հանրաքվե է։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ զիջումը անում է այս ձախողված քաղաքականության պատճառով։ Գիտեք, խաղաղությունն ու անվտանգությունը սրտիկներով ու պաչիկներով չի, եւ օրը 5 անգամ խաղաղություն գոռալով չի, որ կարող են դրանով անվտանգություն ապահովել։ Ես ուզում եմ հատուկ մեկ բան ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում չկան պատերազմ ուզող ուժեր քաղաքական համակարգում։ Սա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պատերազմամետ կուսակցություններ կան, պատերազմ բերող, դա բացարձակ դեմագոգիա է եւ դա ծառայում է մեր երկրի, մեր հակառակորդ երկրի շահերին։ Նաև ուզում եմ հատուկ մեջբերել արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի այդ ծառայությունը գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ։ Այդ ծառայության 2026 թվականի զեկույցում ամրագրված է, որ 26 թվականին վերաբերող, որ 26 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան։ Հիմա տեսեք, նրան ենթակա կառույցը, արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է եւ նրա անձամբ, նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է։ Մի կարևոր նաև բան եմ ուզում այստեղ, որպեսզի մենք հստակ հասկանանք քաղաքական առումով։ Տեսեք, երկու հարց կա, որ պարտադիր մենք պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կապված ընդգծենք։ Մարդիկ, որոնք 6 տարի շարունակ չեն կարողացել մեզ համար ստեղծել իրական զսպման ու առհասարակ զսպման կարողություններ, բարեփոխել ու արդիականացնել մեր բանակը, իրավունք չունեն սպառնալ պատերազմով իրենց ձախողումները հիմք ունենալու։ Միակ պատճառը, որ նրանք սպառնում են մեզ, հիմա կարողանում են սպառնալ մեզ պատերազմով, արտաքին ադրբեջանական ներխուժմամբ, որպեսզի ազդեն ընտրողների քվեի վրա, դա այն է, որ նրանք գիտակցաբար են մեր երկիրը թողել այս վիճակում, ինքնապաշտպանական կարողությունները չեն զարգացրել, որ հիմա սպառնան պատերազմով։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հարցը չպետք է լինի, սա նրանց խաղն է եւ մենք դրա մեջ չպետք է մտնենք։ Հարցն այն է, որ հարցը այն չէ, թե ով է պատերազմին կողմ, ով է խաղաղությանը կողմ,
բոլորը խաղաղության կողմ են։ Հարցը այն է, թե դուք ինչու եք ձախողել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգը։ Եվ այստեղ ես 3 հարց եմ նրանց տալիս։ Առաջին, եթե դուք վախենում եք մեր երկրի համար զսպման կարողությունները զարգացնել, բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար կարողություններ ու զսպման կարողությունները ամրապնդել ու բանակը արդիականացնել, դուք պետք է հեռանաք։ Եթե դուք կարծում եք դա հնարավոր չէ, դուք նորից էլի պետք է հեռանաք։ Այս բոլոր հարցերի պարագայում ակնհայտ է, որ էլի պատճառը խորքային այդ ձախողումն է, եւ սա շատ կարեւոր է, եւ նրանք հիմա ուզում են այդ ձախողումները թաքցնել նրա տակ, որ թե ով է խաղաղությանը դեմ, ով է պատերազմին կողմ։